Ողջույն բոլորին, այսօրվա թեման վերաբերվում է փրկության հավատի միջոցով և երկնային սրբարանի մասին, որի մասին երևի քիչ մարդիկ են տեղյակ։ Ինչպես անցած տեսահոլովակում խոսեցինք, փրկությունը հավատքից է, սակայն հարկավոր է նաև հավատքի գործերը, այսինքն դու պետք է գործնական ցույց տալ, որ մարդ փրկված է, միայն փրկված լինելով չէ և վերջ։ Սակայն հարկավոր է մինչև օրենք պահելը հավատք ունենալ։ Շատ համարներ կան, կարդանք մի հատը Հռոմայեցիներ 5-րդ գլուխ 8-րդ համար, բայց Աստված հայտնեց իր սերը դեպի մեզ, որ երբ որ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ։ Այսինքն փրկությունը նրանով է, որ Քրիստոսը մեզ համար խաչվեց։ Բայց այստեղ նկատենք, որ հին կտակարանում մարդիկ երբ որ զոհաբերություն էին անում մեղքի, օրինակի համար բերում էին կենդանին, ձեռքը դնում գլխին և մեղքը փոխանցվելով կենդանու զոհաբերում էին մարդու տեղ, այսինքն մեղքը կրում էր իր վրա գառը։ Հին կտակարանը, ինչպես գիտենք, նոր կտակարանի ստվերն է։ Իրականը նոր կտակարանում կատարեց Հիսուս Քրիստոսը, խաչի վրա մեզ համար զոհվեց, ինչպես գառին էին զոհաբերում։ Այսպիսով 4000 տարվա ծեսը վերացավ այն պահին, երբ որ Քրիստոսը ինքը իր կյանքը Աստված տվեց մեզ համար։ Սակայն արդյոք այդքանով է ավարտվում։ Չէ՞ որ երբ որ բացի այդպիսի գառերի զոհերից տարին մեկ անգամ հին կտակարանում քահանայապետը մտնում էր ամենասուրբ տեղը սրբության սրբոց և նա բոլոր ժողովրդի համար մեղքերի քավություն էր անում և սրբարանը մաքրում էր։ Կար սրբարան և կար սրբության սրբոց։ Սրբության սրբոցում մաքրվում էր սրբարանը, իսկ սրբության սրբոցով էր գտնվում Տիրոջ տապանակը, որտեղ գտնվում էր Աստծո պատվիրանները 10։ Եվ ի զարմանը բոլորիս, հիմա էլ կատարվում է այդ արարողությունը, այսինքն երկնքում կա տաճար սրբարան, և որտեղ Քրիստոսը իր արյունով քահանայական ծառայություն է կատարում։ Հիմա դա նայենք ըստ Աստվածաշնչի։ Եբրայեցիների 6-րդ գլուխ 19-ից 20-րդ համարներ, որ հաստատ և անշարժ խարսխի պես ունենք մեր անձի համար, որ և մտնում է վարագույրի ներսի կողմն էլ, ու որ մեզ համար առաջնորդ մտավ Հիսուսը, Մելքիսեդեկի կարգի պես հավիտենական քահանայապետ եղած։ Այսինքն Աստվածաշունչը Քրիստոսին համարում է քահանայապետ երկնքում։ Հաջորդը Եբրայեցիների 8-րդ գլուխ 1-ից 7-րդ համարներն են, որպեսզի դրանք երկար ես չկարդամ, այստեղ նույնպես խոսվում է, որ Քրիստոսը քահանայապետ է։ Դուք կարող եք կարդալ, ես այն ցույց եմ տալիս, սակայն կարող եք և գտնել։ Եբրայեցիների 9-րդ գլուխ 23-ից 24-րդ համարները շատ հետաքրքիր է։ Արդ հարկավոր է, որ երկնքում եղած բաների օրինակներն այսպիսի բաներով սրբվին, բայց բուն երկնավորները նրանից ավելի ազնիվ պատարագներով, վասնզի ոչ թե ձեռագործ սրբատեղերը մտավ Քրիստոսը ճշմարիտի օրինակներն էին, այլ բուն իսկ երկնքի մեջ, որ իմաստու երեսի առաջին երևի մեզ համար։ Այսինքն նա այստեղ խոսվում է, որ երկնքում սրբարան կա և երկրայինը դրա օրինակն է։ Կամ օրինակ Եբրայեցիների 9-րդ գլխի 1-ին համարը, իրավ որ առաջի ուղտն էլ ուներ պաշտամունքի իրավունքը աշխարհական սրբարանը, այստեղ ասվում է առաջին ուղտն էլ ուներ իր իրավունքը սրբարանը, այսինքն եթե այստեղ շեշտվում է էլ, առաջի ուղտն էլ ուներ, այսինքն գոյություն ունի և երկրորդ ուղտի սրբարան, և դա, ինչպես այս համարներով կարդացինք, երկնային սրբարանն է։ Կարդանք նաև այլ համարներ։ Ելից 25-րդ գլուխ 8-ից 9 համարներ։ Եվ ինձ համար մի սրբարան շինեն, որ իրենց մեջ բնակվեմ, բոլոր ինչպես որ քեզ ցույց տվի Խորանի օրինակը, և նրա բոլոր կարասիքի օրինակը այնպես պիտի շինեք։ Հաջորդը Սաղմոս գրքի 11-րդ գլխի 4-րդ համարը։ Տերն իր սուրբ տաճարումն է, Տիրոջ աթոռը երկնքում է։ Այսինքն, եթե Տիրոջ աթոռը երկնքում է և իր սուրբ տաճարումն է Տերը, դա երկնային տաճարի մասին է խոսքը։ Գիրք Հայտնություն 11-րդ գլուխ 19-րդ համար։ Եվ Աստծո տաճարը, որ երկնքումն էր, բացվեցավ, և երևեցավ Աստծո տապանակը իր տաճարումը։ Տապանակը լինում է սրբության սրբոցում, իսկ այստեղ խոսվում է երկնային տաճարի մասին։
Հայտնություն 14:15 և մի ուրիշ հրեշտակ դուրս եկավ տաճարիցը, կրկին տաճարից է ասում։ Հայտնություն 14:17 և մի ուրիշ հրեշտակ դուրս եկավ տաճարիցը, որ երկնքումն է, շեշտվում է տաճար, որ երկնքումն է։ Հայտնություն 16:1 առաջին համար և մեծ ձայն լսեցի տաճարիցը, որ ասում էր այն 7 հրեշտակներին. գնացեք և Աստծո բարկության սկավառակները թափեցեք երկրի վրայի։ Եվ վերջում նույն գլխի 17-րդ համարը և 7-րդ հրեշտակն իր սկավառակը թափեց օդի վրա և մեծ ձայն դուրս եկավ երկնքի տաճարիցը, շեշտվում է երկնքի տաճարիցը, և աթոռիցը, որ ասում էր եղավ։ Ահա այսքան համարներն էին, որոնք վկայում էին, որ երկնքում գոյություն ունի տաճար, և ինչպես երկրի վրա քահանայապետը կատարում էր տարին մեկ անգամ քավության ծառայությունը, այսինքն 2 այծ էր բերվում, մեկ այծը զոհաբերության համար, որը խորհրդանշեց Քրիստոսին, ավելի ճիշտ Նոխազը, երկրորդ Նոխազը սատանային է խորհրդանշում, որին տանում են անապատ, իսկ մինչև անապատ տանելը իրենց ձեռքը նրա վրա են դնում, դա խորհրդանշում է սատանային, և որ հազարամյա թագարության ժամանակ մնալու է իր հրեշտակներով, իսկ հետո պատժվելու է և ոչնչացվելու է։ Քավության գործը շարունակվեց Քրիստոսը իր խաչելությունից հետո, իսկ այժմ նա ամենասուրբ տեղում է, սրբության սրբոցում, որպեսզի մաքրի սրբարանը, այնպես չէ, որ երկնքի սրբարանը անմաքուր էր, ուղղակի մարդկային մեղքի գրառումներ կան այնտեղ, չէ՞ որ կա կյանքի գիրք և կա այլ գիրք, որտեղ դատաստանի համար է մարդկանց մեղքերի, և պետք է մենք ձգտենք, որպեսզի կյանքի գրքում մեջ լինի մեր անունը։ Այսպիսով, ըստ մարգարեության, 1844 թվականին Քրիստոսը մտավ սրբության սրբոց։ Այդ ժամանակ եղել էր շարժումներ, որը գլխավորում էր Վիլյամ Միլլերը, ով ադվենտիստական շարժման սկսողներից էր, հիմնադիրներից։ Նա ասում էր, որ սրբարանը պետք է արդարանա, նա հաշվում էր այդ ժամանակահատվածը Դանիելի գրքից 2300 մարգարեական օրերի, հիմա դա էլ կանրադառնանք, որտեղ ասվում էր, որ 2300 օր հետո պետք է սրբարանը արդարանան, սակայն նրանք գիտեն, թե սրբարանը երկիր մոլորակն է, նրանց թվում էր, թե պետք է Քրիստոսը գա երկրորդ անգամ, սակայն նրանք սխալվեցին, բայց այնուհետև հասկանալով իրենց սխալը, հասկացան, որ խոսքը երկնքի սրբարանի մասին է, որ երկնքում գոյություն ունի սուրբ սրբոց տաճար։ Ըստ այդ շարժման, հիմա վերջին փուլն է փրկության, և պետք է շուտ ապաշխարել, քանզի Քրիստոսի երկրորդ գալուստի ժամանակ այլևս փրկության հնար չի լինելու։ Սա վերջին քավության գործն է սրբության սրբոցում, երբ որ Քրիստոսը բարեխոսում է մեր մեղքերի համար, որպեսզի ներվենք։ Ուրեմն Դանիելի գրքում 9-րդ գլխի 24-րդ համարից սկսած գրված է. 77-յակ է վճռված քո ժողովրդի և քո սուրբ քաղաքի վրայի հանցանքը վերջացնելու և մեղքերը կնքելու և անօրենությունը քավորելու և հավիտենական արդարություն բերելու և տեսիլքն ու մարգարեքը կնքելու ամենասուրբը օծելու համար։ Եվ իմացիր ու հասկացիր, որ Երուսաղեմը դարձյալ շինելու հրամանը, դա Քրիստոսից առաջ 457 թվականն էր, դուրս գալուց մինչև Մեսիա իշխանը 7 յոթնյակ և 62 յոթնյակ կա, որ դարձյալ պիտի շինվի հրապարակը և պարիսպային էլ նեղ ժամանակներում, և 62 յոթնյակից հետո պիտի Մեսիան մահով դատապարտվի, բայց չէ թե իրեն համար, և եկող իշխանի ժողովուրդը պիտի փչացնե քաղաքը և սրբարանը, և նրա վերջը իբր թե հեղեղով կլինի, և մինչև պատերազմի վերջը ավերումներ են որոշված, և նա պիտի զորացնե ուխտը շատերի համար 1 յոթնյակ, և յոթնյակի կեսին պիտի դադարեցնե զոհը և պատարագը, և տաճարի ծայրի վրայի ավերածի պղծությունը կլինի, մինչև որ վերջանան և նախասահմանյալ պատուհասը կթափվի ավերածի վրա։ Եթե սա բառացին որպես օր նայենք, 62 յոթնյակ, դա մի քանի տարի է, չի կարող այդպիսի բան լինել, փաստացի 70 յոթնյակ 490 տարի է, եթե հաշվենք Քրիստոսից առաջ 457 թվականը, այդ ժամանակ 49 տարում կառուցվեց տաճարը, իսկ դրանից 434 տարի հետո Քրիստոսը մկրտվեց 27 թվականին։ Պիտի Քրիստոսը խաչվեր։ Դրանք պետք է ոչ թե օրեր հասկանանք, այլ տարիներով։ 62 յոթնյակ, այսինքն 62 անգամ 7-ով, 70 յոթնյակ 70 անգամ 7 տարիներ, եղավ 490, ուրեմն հաշվարկով գալիս ենք հասնում 62 յոթնյակ, այսինքն այդքան անգամ 7 տարի հետո գալիս է
որ 27 թվականին Քրիստոսի ծննդից հետո Հիսուսը մկրտվում է։ 7-նյակի կեսին ասում է պետք է պատարագը դադարեցվի, այսինքն այլևս զոհաբերություններ պետք չեն, քանի որ Քրիստոսը իր մարմինն է տվել։ Դա եղավ 31 թվականին, այսինքն 7-նյակի կեսին, շատ ճիշտ է նշված։ 7-նյակի կեսին, այսինքն 7 տարվա կեսին, 3.5 տարի իր երկրային ծառայությունից հետո Քրիստոսը խաչվում հարություն է առնում եւ 3.5 տարի հետո 34 թվականին լինում են արդեն մեծ թվով հալածանքներ, առաջին նահատակներից էր հենց Ստեփանոսը, ում սպանվեց եւ այսպիսով հրեա ազգը մերժեց Քրիստոսին, հիմնականում շատ մարդիկ։ Սակայն այս 77-նյակը կտրված են այլ թվից, ավելի ահռելի տարիների թվից, քանի որ երբ որ այստեղ ասում եք քո ժողովրդի համար վճռված են 77-նյակներ, պետք է հասկանալ, որ դրանք ինչ-որ թվից են վճռված, առանձնացված։ Դա կարդալու համար հարկավոր է տեսնենք Դանիելի գրքում կրկին։ Ուրեմն Դանիելի գրքի 8-րդ գլխի 14-րդ համարում գրված է. Եվ նա ինձ ասեց. մինչև 2300 իրիկուն առավոտ հետո սրբարանը պիտի արդարանա։ Հենց այստեղ էր, որ Միլլերը մի պահ սխալվեց, հետո հասկացավ, որ դա Քրիստոսի երկրորդ գալստի մասին չէ խոսքը, այլ պետք է երկնային սրբարանը մաքրվի եւ Քրիստոսը մտնի սրբության սրբոց։ Եթե հենց 2300 բառացի օր նայենք 457 թվականից սկսած, դա այդպես չի կարող լինել, քանի որ շատ քիչ թիվ է ստացվում եւ նա ինչ-որ կարեւոր ինչ-որ իրողություն չի եղել 2300 օր հետո, եթե դա վերածենք տարիների, դա մոտավորապես իսկի 10 տարի էլ չի լինի, ինչ-որ կարեւոր դեպք չի եղել Քրիստոսից առաջ 457 թվականից 2300 օր հետո, դա վերցնում ենք, որ ամեն օրը 1 տարի է, իսկ ինչու այդպես, նախ ավելի համահունչ է մարգարեական ճշմարիտ ժամանակահատվածին եւ հետո այդպիսի սկզբունք կա Աստվածաշնչում, հիմա նայենք։ Թվոց 14-րդ գլուխ 34-րդ համար, այս օրերի հաշիվը, որ երկիրը 40 օր լրտեսեցիք, այնպես ամեն մեկ օրվա տեղ 1 տարի, այսինքն 40 տարի կկրեք ձեր անօրենությունները, կճանաչեք իմ մերժումը։ Հաջորդը Եզեկիել 4-րդ գլխի 6-րդ համարը, եւ երբ որ սրանց վերջացնես, այն ժամանակ կրկին պառկիր քո աջ կողքին եւ կրիր Հուդայի տան անօրենությունը 40 օր, ամեն 1 տարվա տեղ 1 հատ օր եմ տալիս քեզ։ Այսինքն այստեղ այս 1 տարին 1 օր սկզբունքը այս երկու գրքերից վերցրած ճիշտ է ժամանակային առումով։ Այսինքն մենք գալիս ենք այն եզրակացության, որ 1844 թվականին Քրիստոսից առաջ 457 թվականից 2300 տարի հետո Քրիստոսը մտավ վերջնական սրբության սրբոց, վերջնական մեղքերի քավության համար եւ սրբարանի մաքրման եւ մեզնից գնում է, որպեսզի մենք հավատանք նրանով փրկության, խոստովանենք, զղջանք, ապաշխարենք եւ պահենք նրա օրենքները, սակայն մեզանով չեն կարող այլ աղոթենք, որպեսզի նա մեզ վերափոխի նոր սիրտ տա, որպեսզի նրա օրենքները գրվեն մեր սրտի մեջ, ոչ թե դրսում լինեն, մենք ուղղակի այն իմանանք, բայց չպահենք եւ աղոթենք, որպեսզի այլ անցյալի մնացած կպչուն մտքերից ազատվենք։ Այսքանն էր թեման Քրիստոսի խաչի փրկության եւ մինչեւ հիմա կատարվող այդ ծիսական արարողության, որ քահանայապետ ունենք երկնքում, որ բարեխոսում է մեզ համար, Փառք Հիսուսին։